Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք, որի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, այսօր եփելու ենք ջեմ, բայց ոչ սովորական, այլ սալորի։ Վերցրել եմ լավ հասած պտուղները, 3 կիլոգրամից մի քիչ ավելի շատ եմ վերցրել, որովհետև կորիզները հանելուց հետո նորից պիտի կշռեմ, տեսնեմ թե ինչքան կկազմի ամբողջ զանգվածը, որպեսզի կարողանանք շաքարավազի քանակը պահպանել։ Այժմ կորիզահան անելուց հետո կշռեցի, ուղիղ 3 կիլոգրամ էր, իսկ 3 կիլոգրամի համար մեզ պետք է ավելացնել 1 կիլոգրամ 800 գրամ շաքարավազ, այսինքն յուրաքանչյուր կիլոգրամին 600 գրամ։ Ջեմերը ես համարյա թե բոլոր ջեմերը պատրաստում եմ նույն եղանակով։ Պտուղները լցնում եմ կաթսայի մեջ, վրան ավելացնում եմ շաքարավազը, արդեն չափելու կարիք չկա, լցնում ենք այնպես, որ պտուղները ծածկվեն և այսպես շերտերով ավելացնում եմ մեկը մյուսի վրա։ Ինչպես տեսնում եք, շատ լավ հասած սալորներ են։ Ծիրանի ջեմն էլ եմ նույն եղանակով պատրաստել, եթե դեռ չեք դիտել, կարող եք ծիրանի ջեմն էլ դիտել, շատ համեղ է ստացվում, շատ ախորժելի, փայլուն, շքեղ տեսք ունի։ Ինչպես տեսաք, սրա տեսքը նույնպես շատ հաջող էր, համի մասին այլևս չեմ խոսում։ Եվ ահա վերջապես վերջացրեցինք շերտերով ավելացնելը, մնացած շաքարավազը լցնում եմ ամբողջ պտուղների վրա և թողնելու եմ ամբողջ գիշեր, քանի որ ժամը երեկոյան է, ամբողջ գիշեր կթողնեմ հով տեղում, տեսնենք առավոտյան ինչ կստացվի։ Բարի գիշեր ասեմ, որովհետև արդեն առավոտ լույսը բացվել է։ Ինչպես տեսնում եք, սալորները շատ քիչ են վերևի մասից հյութը դուրս թողել, բայց հիմա երբ որ խառնեմ, դուք կտեսնեք, թե տակի մասից ինչքան լավ է արդեն հյութը արտազատվել, տեսեք։ Այժմ մի լավ կխառնեմ, որպեսզի հյութը բոլոր կողմերից շաքարավազի հետ ձուլվի, որից հետո կդնեմ արդեն կրակին։ Շատ մարմանդ կրակի վրա եմ դնելու եփվի, տակը անգամ կրակցրիչ եմ դնում, որպեսզի ավելի ապահով լինի, հանկարծ չայրենք։ Առաջին անգամ եփում եմ մի քիչ ավելի շատ, երևի կես ժամ 40 րոպե, արդեն տեսեք երկրորդ անգամն եմ եփելու, արդեն մարմանդ կրակի վրա եփում ենք հանգիստ առանց շտապելու։ Արդեն երրորդ անգամ պիտի եփեմ, տեսեք ինչպիսի տեսք ունի մեր ջեմը, բայց դեռ եփելու տեղ ուզում է։ Հիմա երրորդ անգամ նույնպես կեփեմ, տեսեք արդեն թանձրացել է բավականին, հիմա կստուգենք, տեսնենք, թե արդյոք պատրաստ է մեր ջեմը, եթե ոչ, տեսնենք ինչ պիտի անենք։ Ափսեի մեջ, տեսեք այսպես, ինչպես մուրաբան ենք փորձում, նույնն էլ ջեմը, փորձում ենք, եթե շերտերը արտահայտված մնացին, ուրեմն եփված է, եթե ոչ, էլի կարիք կա, եթե տեսակ շերտերը սկսեցին փակվել, նշանակում է դեռ մի 3-4 րոպե պիտի եփենք։ Արդեն եփեցինք ուղիղ 5 րոպե և այժմ ցույց եմ տալիս, թե ինչպիսի տեսք ունի ջեմը պատրաստի վիճակում։ Տեսեք, այս շերտերը առանձնանում են և այլևս չեն միանում, ուրեմն մեր ջեմը պատրաստ է։ Այժմ սկսում եմ լցնել տարաների մեջ, երևի թե ավելորդ կլինի ասել, լավ ստերիլիզացրած, չորացրած տարաների մեջ ենք լցնում։ Տեսեք ինչ գեղեցիկ գույն ունի, թանձրությունը շատ համեղ է։ Սրանով կարելի է պատրաստել տարբեր տեսակի խմորեղեններ, և բուլկիների մեջ դնել, և ռուլետներ, և պիրոգներ, և նաև իհարկե հացը, կարագը ու ջեմը։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ ջեմի բաղադրատոմսով, հետաքրքիր է դուք ինչպես եք պատրաստում, ինչպես է ստացվում,
Իսկ ես արդեն ձեզ ուզում եմ հրաժեշտ տալ, քանի որ իմ աշխատանքը ավարտեցի և արդեն ցուցադրելու այլևս ոչինչ չի մնում։ Այս ամենը ես ձեզ ցուցադրեցի 5 րոպե ժամանակահատվածում, բայց իհարկե օր ու կես, 2 օր կտևի, մինչև ջեմը վերջնական տեսքի հասցնեք, այնպես որ զինվեք համբերությամբ և անցեք գործի։ Դե իմ սիրելիներս, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։